Բոլոր դեպքերում դուք հայտարարում եք, որ ուժեղ եք, վստահ եք, որ հաղթելու եք, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք այդ ընտրակաշառքների, այդ շքերթը կարելի է ասել։ Թալինի համայնքի ղեկավարի հետ է, կներեք։ Հայաստանի ներկայացուցիչների մասով եմ ասում, արդյոք անմեղության կանխավարկածն է հարգելով, վստահ եմ դուք դա եք ուզում ասել։ Դա մեղադրանքի մասին է խոսքը։ Չէ, ես դատախազի գործ։ Չէ, անմեղության կանխավարկածը հարգենք բոլոր մեր գործընկերներին։ Այդ թվում հարգելով, այդ թվում, այո, բոլորի։ Ամեն դեպքում մտավախություն չունեք, որ չեք հաղթելու այդ պատճառով են այդ գործընթացները տեղի ունենում։ Գիտեք, անկեղծորեն եմ ասում, ես դեռևս չեմ կարողանում գտնել պատասխանը, թե ինչի համար է այդ աստիճան անմեղության կանխավարկածը հենց այս էլեկտորալ շրջանում նսեմացվում։ Տեսեք, քրեական գործեր կարող են հարուցվել։ Ցանկացած ընտրակաշառքի հետ կապված որևէ մի վարքագիծ դատապարտելի է, անընդունելի է եւ այլն։ Բայց այստեղ շատ կարեւոր է, որ իսկապես ընտրական գործընթացի հավասարության, օրինականության տեսանկյունից մենք խնդիրներ չարձանագրենք։ Տեսեք, դուք օրինակ վկայակոչում եք այն քրեական վարույթները, որոնք հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցվում են, դրանց մի մասը, ուղիղ եմ ուզում ասել, նույնիսկ հիմնավոր կասկածի ապացուցման շեմը չի հաղթարել։ Մի մասով կան ինտենսիվ խափանման միջոցներ, որոնք կիրառված են, բայց մեկ ընդհանրություն կա։ Դրանք բոլորը անմեղության կանխավարկածի պատնեշը չեն հաղթահարել։ Բայց մյուս կողմից օրինակ, ես չեմ տեսնում համանման փութաջանություն վերաբերմունքի տեսանկյունից, երբ իսկապես Սամվել Կարապետյանը պարզ չի ինչի համար դեռևս գտնվում է տնային կալանքի պայմաններում, ինչը համարժեք է կալանքին։ Ես հակառակից եմ ուզում հարցադրումը ներկայացնել։ Ոնց կարող է սա լինել ողջամիտ Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն 10 ամսից ավելի տևող քրեական վարույթ, պարզ չէ ինչի համար, պարզ չէ ընդհանրապես հանուն ինչի, բացառությամբ նրանից, որ այո, կա քաղաքական հետապնդման վճռական կամքը։ Պատասխանը չի տալիս, Վարդանյան, Դուք իդեպ դատական նիստին որոշակիորեն ներկա եք եւ կարող եք դուք էլ արձանագրել, որ այդպես էլ մենք դրա պատասխանը չգտանք։ Սա էլ եմ ուզում հատուկ ասել։ Լավ, Հայաստանի Հանրապետությունում մարդասիրությունը պետք է միավորող արժեք լինի, անկախ բոլորի քաղաքական հայացքներից։ Մենք կարող ենք իրար հետ լինել հակադիր բևեռներում, մենք կարող ենք ունենալ տիտանական անհամաձայնություններ, բայց մարդասիրությունը բոլորից միավորող արժեքը չէ պետք է լինի։ Բայց այդ պայմաններում դուք ինչպես կգնահատեք այն որոշումը, որ Սամվել Կարապետյանին նույնիսկ թույլ չեն տալիս այցելել իր հոր գերեզմանին։ 24 ժամով նույնիսկ այդ հնարավորությունը չի ընձեռվում։ Սա արդյոք ողջամիտ է։ Սա արդյոք մարդասիրության արժեքից բխող է։ Լավ, նույն հաջողությամբ ես էլի եմ ասում, կարող են լինել բազմաթիվ խնդիրներ, բայց սա բոլորիս պետք է համախմբող լիներ։ Մենք այս մի հարցում բոլորս միակարծիք պետք է լինենք, բայց Հայաստանի Հանրապետության դատախազությունը առարկում է նման դիմումի դեմ, իսկ դատարանն էլ մերժում է այն։ Հայաստանի կալանքի պարագայում հնարավորություն կա այդ փորձելությունը։ Իրականում փորձը կա դրա, ես կարող եմ նույնիսկ հիշատակել զարմանալիորեն դատավոր Ֆարխոյան Կարենի որոշումը, որի շրջանակներում օրինակ պարոն Ռոստոմյանին տնային կալանքը որպես խափանման միջոց երբ կիրառվել էր, թույլատրվել էր եռաբլուր այցը շաբաթը 1 անգամ։ Այսինքն նման պրակտիկա եւս ունենք, դատական նիստի ընթացքում նաեւ դատական գործեր էին վկայակոչվել դրա վերաբերյալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար